Հոկտեմբերի 21 Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Քրիստոսի սերը ստիպում է մեզ Երկրորդ Կորինթացիս 5:14 Դուք երբևէ մտածել եք այն մասին, թե որքան պարտական ես Տիրոջը։ Միթե նա երբեք քեզ համար ոչինչ չի արել։ Միթե նա չի սրբել քո անօրենությունները, քեզ չի հագցրել արդարության հագուստները։ Միթե քեզ չի բարձրացրել ժայռը, չի հաստատել քո քայլերը։ Միթե նա չի պատրաստել երկինքը քեզ համար և քեզ երկնքի համար։ Միթե նա չի քո անունը գրանցել կյանքի գրքում և քեզ ողողել անթիվ օրհնություններով։ Միթե նա չի քեզ համար պահել բազմաթիվ ողորմություններ, որոնք դեռ չի տեսել աչքն ու որոնց մասին չի լսել ականջը։ Այդ դեպքում ինչ-որ բան արա Հիսուսի համար, որ արժե քո հանդեպ նրա սիրուն ավելի մեծ մի բան, քան խոսքերով շնորհակալությունը։ Ինչ ես զգալու դու նրա գալստյան ժամանակ, երբ ստիպված լինես խոստովանել, որ ոչինչ չես արել նրա համար, որ քո թաքուն սերը ի սկզբանե աղբյուրի մոտ աճած պիտանի չի եղել ու դրանից չեն խմել ոչ թշվառականները, ոչ Աստծո ծառաները։ Ով ինչ օգուտ ունի դրանից, և ինչ կարելի է մտածել անգործունյա սիրո մասին։ Ինչու են ասում, որ ավելի լավ է բացահայտ հանդիմանությունը, քան ծածուկ սերը։ Ում է հարկավոր սերը, որ չի դրդում անձնուրացության, մեծահոգության, հերոսության և պարզապես ջերմեռանդության։ Մտածիր այն մասին, թե ինչպես է նա սիրել քեզ համար զոհել իրեն։ Արդյոք գիտես նման սիրո ամենազորությունը։ Այդ դեպքում թող այն զորավոր քամու նման փչի քո հոգու վրա, ցրելով երկրային հետաքրքրությունների ամպերը և քո մեղքերի մշուշները։ Հանուն Քրիստոսի թող այն լինի քո վառվող հոգու կրակի լեզուն, վերերկրային հիացմունք, որ քեզ վեր է հանում երկրից, և աստվածային շունչ, որը քեզ առյուծի նման համարձակ կդարձնի և արծվի նման արագ Տիրոջը ծառայելու համար։ Թող այն թևեր պարգևի քո ոտքերին և ուժ քո ձեռքերին ծառայելու և գործելու Տիրոջ համար։ Սիրտդ պատրաստիր Աստծո համար և անկուն համառությամբ, անսասան վճռականությամբ և անխոնջ եռանդով անձնվեր սեր դրսևորիր Հիսուսի հանդեպ։ Թող աստվածային երկնային մագնիսն անընդհատ քեզ դեպի իրեն ձգի։